Ես տուն ունեի, ես աշխատանք ունեի, ես ուսում ունեի, մագիստրոսի աստիճան։ Ես առաջին դասային մարզիկ էի, բայց ես չէի կարողանում ուրախություն գտնել, ես ամեն ինչ թողել էի թմրանյութերի համար։ Ես ուղղակի գիտեի, որ ցավս պետք է դադարի։ Եվ միակ բանը, որի մասին կարող էի մտածել այդ պահին այն էր, որ պետք է տուն գնայի, ու ուրիշ ձև դա անելու ես չէի տեսնում։ Հաջորդ առավոտ, թե դրա հաջորդ օրը, գուցե 2 օր հետո, վստահ չեմ, արթնացա ու մրսում էի շատ։ Ես չէի կարողանում շարժվել ու դա վախեցնում էր ինձ։ Ես պառկած էի այնտեղ, հավանաբար մոտ 8 ժամ, մինչև բավարար ունակություններ և ուժ հավաքեցի, որ կարողանայի լեռից իջնել։ Եվ ես կարծում եմ 2 օր քնեցի։ Իմ սենյակակիցը մոտեցավ ինձ ու ասաց. Ես շատ մտահոգված եմ քո մասին, ինչ է կատարվում։ Ես ուղղակի սկսեցի լաց լինել և պատմեցի ինչ էի արել։ Նա անմիջապես ինձ տարավ շտապ օգնության սենյակ, իսկ նրանք ուղարկեցին ինձ հոգեբուժարան։ Եվ դրանից հետո ես հստակ գիտեի, թե որտեղ պետք է գնայի։ Իմ եղբայրը միշտ եղել է լավ օրինակ ինձ համար իմ կյանքի ընթացքում։ Ես ուրիշ զգացում ունեի նրա տանը, զգում էի այս սերը և յուրահատուկ ձևը, որով իր ընտանիքը հաղորդակցվում էր, ես գիտեի, որ դա այն էր, ինչ ես ցանկանում էի։ Բոլոր քայլերը կարգված են մի հատուկ նպատակի համար։ Ես կարծում եմ, որ 7-րդ քայլը ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի, որովհետև քո բոլոր սխալները խոստովանելուց հետո այս փոքր բաները հանկարծակի երևում են։ Դրանք բնավորության թուլություններն են, դրանք այն բաներն են, որոնք մղում են մեզ անել այն, ինչ արել ենք։ 7-րդ քայլն էր, երբ ես խնդրեցի երկնային հորից, որ ինձանից վերցնի իմ թուլությունները։ Մի շատ հզոր և հոգևոր և սուրբ բան եղավ։ Ես զգացի իմ երկնային հոր ձեռքերը ինձ գրկելիս ու զգացի իր սերը և գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, որ աշխատանք ունեի անելու։ Դա հեշտ չէր լինի հաղթահարել։ Բոլորը խնդիրներ ունեն, բոլորը դժվարություններ ունեն, բայց որոշ օրեր դա անհնար է թվում, նույնիսկ ծրագրով, նույնիսկ ավետարանով։ Ասացվածքից մեկը, որ հիշում եմ, այն է, որ Աստված տալիս է իր ամենադժվար պայքարներն իր ամենաուժեղ զինվորներին։ Ես ուրախությամբ չէի քայլում ամեն օր, այլ խաղաղությամբ։ Ինչ էլ որ պատահել է իմ կյանքում, եթե ես ենթարկվեմ իր ծրագրին ու անկեղծ ու ազնիվ լինեմ իմ թուլությունների մասին, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի։